Ինչ է եղել, Տամարա, ինչի էր այդքան զանգում։ Ուշեղ ժամը քանիսն է։ Փաստորեն ինձ տուն ես կանչել, որ հարցնես ժամը քանիսն է։ Գիշերվա ժամը 3-ն է, հետո ինչ։ Հետո այն որ ինչ դու այդ նոր մեքենան առել ես, գիշերները ուշ ես տուն գալիս։ Այս մեքենան կոմֆորտնի մեքենա է։ Դրա հաշվին հաճախորդները շատացել են։ Ու ձեռքս բաց եմ թողելու, պետք լինի մինչև առավոտ կքշեմ։ Ուզում ես ասել, որ դու գնացել էիր աշխատանքի։ Հա, գնացել էի աշխատանքի, իսկ դու ինչ էիր մտածում։ Ինչ պիտի մտածեմ, Ուշեղ, տեսքդ տեղը, գրպանդ լիքը, ընտիր մեքենան տակդ, որ մի խելոք կինը քո կողքով անտարբեր կանցնի։ Դե Տամարա ջան, հիմա կրակն ընկանք, որ սիրուն ենք ծնվել, այ քեզ բան։ Այ ճունենամ ձեզ։ Ուսիշ ծեները։ Ուշադրություն մի դարձրու, Սիրգեյն ու Նարան են, ինչպես միշտ մեր խոսակցություններին ականջ են դնում։ Դու թեման մի ցրի, պատմի տեսնեմ։ Ինչ պատմեմ։ Հետո վազանգում։ Չգիտեմ, երևի բանկից է։ Գիշերվա ժամը 3-ին, բանկից իջի, միացրու լսեմ։ Ալո։ Ներողություն ձեր հաճախորդներից է, որ քիչ առաջ ինձ օդանավակայանից բերեցիք հյուրանոց։ Ես ձեր մեքենայի մեջ իրեմ մոռացել, որ խնդրեմ կբերեք։ Հա, խնդիր չկա, հեսա նայեմ, եթե մեքենայի մեջ լինի կբերեմ։ Այդ կոդերով եք, հա արդեն խոսում։ Արդեն կոդերով եք խոսում ընկերուհիներիդ, այդ որ ես բան չհասկանամ։ Ես խոտ եմ, դուք ես լրիվ գազոնի տեղ եք դրել, գիտես։ Այդ դուխին ինչի ես գիշերը ժամը 3-ին ծանում։ Չէ, Տամարա, դու լրիվ խանդարվել ես։ Այդ աղջիկը ինձ է սպասում, հեսա այդ իրը կտանեմ կգամ, առավոտը կխոսենք։ Ոնց առավոտը կխոսենք։ Մի րոպե դու հյուրանոցում ես գիշերելու, որ առավոտը կխոսենք։ Չնայես ինձ տենց։ Սիրգեյ։ Ինչ ա եղել, Տամարա ջան։ Քայջ գարց։ Ինչի քնած չեք։ Քնած էին գոռացիր արթնացանք, Տամարա ջան։ Ձայնից գտրի։ Հանգիստ, Տամարա ջան։ Ինչ եմ դիմանում եմ, առաջին Դու հասկանում ես, ես մտնում եմ քո դրության մեջ։ Դու հիմա շատ խորը դեպրեսիայի մեջ ես, բայց ոչինչ, ես քեզ կօգնեմ, իհարկե կօգնեմ։ Դու հիմա հանգիստ ես։ Թուլացրու նյարդերդ, թուլացրու մարմինդ եւ սուզվիր դեպի ենթագիտակցությանդ պայծառ անկյունները։ Փորձիր գտնել հոգուդ եւ մարմնի ներդաշնակությունը։ Ես այդ Տամարային ինչ օրն եմ գցելու։ Գազոնակասիլկայում մտնելու եմ մազերի մեջ, սարքեմ տիկին քաչալա։ Ողնաշարը ջարդելու է։ Ռես ինչա վիճակդ մետ կասես։ Ես իմ կյանքում ամեն ինչ տեսել եմ։ Չաղ դիետոլոգ, օյախ դեգուստատոր, թլիկ լողորդ, կյանքը սիրող ռոկեր։ Բայց հիստերիկ հոգեբան առաջին անգամ եմ։ Բա ինչ անեմ։
Նայ ոնց է մազերս պոկել։ Հիմա ասենց քաչալ, ես ոնց եմ դուրս գալու մարդա մեջ։ Նարա, բա ես ոնց եմ դուրս գալիս։ Ես չեմ հասկանում, գիտես քո հետ ինչ է կատարվում։ Լսի ուշադիր ինչ եմ ասում։ Տամարան Մոշեղին խանդում է։ Իսկ դա շատ լավ առիթ է, որ մենք նրանց բաժանենք։ Ինչպես ասում եմ, բաժանիր, որ տիրես։ Տամարայի ունեցվածքին։ Նենց որ մի հատ շատ լավ բան եմ մտածել։ Դե ուրախացրույց։ Ախր հասկանում ես Տաթև ջան, ես Մուշեղի համար ամեն ինչ անում եմ, ու ես դրան արժանի չեմ, տես ոնց է ինձ հետ վարվում։ Տիկին Տամարա, մի հատ ինձ կասեք, որ Մուշեղը գնաց այդ իրի հետևից երբ հետ եկավ։ Դե մի 15 րոպեից։ Տիկին Տամարա, 7 րոպե գնալ, 7 րոպե հետ գալ։ Դա կմնում է մի րոպե։ Այդ մի րոպեն պետքա ձեզ խանդելու առիթ տա։ Այսինքն Մուշեղը ինձ չի դավաճանել։ Իհարկե չէ։ Դու համոզված ես Տաթև։ Համոզված եմ Տիկին Տամարա, այդ ընդհանրապես ձեր երևակայության արդյունքն է։ Փաստորեն հիմա Մուշեղը ինձնից նեղացել է։ Բա ինչ եմ անելու, որ սիրտը շահեմ։ Տիկին Տամարա, մի հատ լավ միտք ունեմ։ Վերցրեք Դուբայի տոմսեր, գնացեք մի շաբաթ 10 օր հանգստացեք, համ դուք կհանգստանաք, համ էլ մենք։ Նկատի ունեմ ոչ թե մենք կհանգստանանք, այլ մենք հանգիստ կլինենք, որ դուք հանգիստ եք։ Հա Տաթև, միտքդ դուրս գալիս է, բայց պիտի Մուշեղի անձնագիրը գտնենք, որպեսզի տոմսեր ամրագրենք։ Տիկին Տամարա, Մուշեղը անձնագիրը միշտ պահում է պիջակի գրպանը։ Իսկ որ պիջակի։ Որը որ հագնում է այդ օրը։ Արագ խմեմ գնամ զանգեմ։ Տիկին Տամարա։ Կյանքս բարև։ Էս քեզ։ Այս ինչը։ Ֆրանսիական օծանելիք եւ ծաղկե փունջ։ Յախք։ Զարա, մի հատ կմոտենաս։ Զարա, այս ասվիժիցելը տարդիր զուգարանով։ Այս ցախավելներ տուր հավաքարարին թող սրճանի դիմացա ավլի։ Հա, թող ավլի։ Դիկա հատուկ ես անում։ Այդ ես եմ հատուկ անում, Սևակ, թե դու։ Ինչի էր այդ օծանելիքից պարողների հանդերձարանի հոտ գալիս։ Բայց ցախավելը ինչ ես ինձ նվիրում։ Ուզում ես ասես, ես կախարդեմ, նստեմ գնամ, հա, ցախավելով։ Ինձ հունից մի համելու դիկա, ինձ հունից անում։ Ինչ։ Այդ ինձ սպառնում ես։ Կարող եմ մի հատ էլ խփես։ Դե խփի։ Դիկա մեծ հանգստացի։ Դառնենք հնդկական սերիալ, մարդիկ իրաց բանուգործը թողած մեզ են նստած նայում։ Եթե դուրը չեկավ նվել, ես ընդհանրապես ոչ մի բան չեմ նվիրի։ Ուզում ես ասես որոշել ես ամբողջ կյանքում ինձ ոչ մի բան չնվիրես։ Այս Սևակ, ես քեզնից ուրիշ բան չի սպասում, բան չունեմ ասելու։ Ես ինչ ես անում, Տամարա։ Չէ դու իրոք հիվանդ ես։ Ու գիտես ոնց է կոչվում այդ հիվանդությունը։ Օստեոխանդրիոզ, որի ժամանակ կինը խանդից մտնում է ամուսնու գրպանները։ Փաստորեն դու մեզ ամուսիններ ես համարում։ Չէ, որ սենց շարունակվի չէ։ Ամոթա մեծ կին ես։ Խանդի օղի վրա դարել ես ջեփ կին։ Կախի մեր պիջակը։ Կախում եմ։ Արագացրու։ Իմ անակնկալը կստացվի Մուշեղ ջան։ Այս ինչ նկարը։ Ճուտիկուր ես։ Մի ժամ քեզ եմ սպասում։ Գնացել էի բանկ, հարվածային գործիքների սապարիկը մուծեի գա։ Հարվածային գործիքների վրա նվագել գիտես։ Կարող է դու ուդարնիկիս տես։ Դու չէ, հա։ Կյանքում այդ փայտիկները ձեռքս չեն վերցրել, չգիտեմ էլ այդ ինչ է։ Բա ինչ ես ապարիկով առել։ Այ մարդը տուն այրի թողել նի։ Վաղը մեսով կարող է երեխա եմ ունենում վրեն նվագել է, սովորում դառնում է վարչապետ։ Ինչ անում ենք երեխեքի համար ենք անում, Զարա ջան։ Չհասկացա, Զարա, էս ինչ է։ Էս ասվիժիցելա, էս էլ ցախավելա։ Չհասկացա, էսից դրել ես բառաբանի տեղ ֆրստում, էս է Յակոբովիչ, էս ով է տվել։ Վայ, ճուտիկ լիկանա տվել։ Հա, լիկանա տվել, հա։ Ես չէի կասկածում, որ դու քո կյաշ ուղեղով ուրիշ բան կարայիր մտածեի։ Ես քո կյանքում ուրիշ բարմեն կա, հա Զարա։ Չէ։ Վերջ Զարա, между нами всё скончалось. Весе пайքե вообще։ Սևակ, որ դու տնից դուրս ես գալիս, ինչի կարմիր վսկապ չես կապում։
Ինչի։ Որովհետև պիոների նման ես հագնվում։ Լիքես բրենդային հագուստը։ Իսկ ինչ բրենդը։ Ստալինորիչի թե Լենինո դյուց։ Ամեն անգամ հետը դուրս գալուց ամաչում եմ։ Եվ ինչ նորաձևություն է թելադրում Lika Fashion-ը։ Հիմա կգնանք խանութներով ու քո համար նորմալ ճաշակով հագուստ կգնենք։ Այդ ժամանակ դու կհասկանաս, թե ինչ է նշանակում մոդայի վերջին ճիչ։ Այդա ջան, մեզ ընդամենը պետք է, որ դուք Մուշեղի հետ գնաք Վրաստան եւ հետ վերադառնաք։ Այդ process-ը կտևի ընդամենը 2 օր։ Այդ ընթացքում մենք կհասցնենք անել մեր գործերը։ Խնդիր չկա, փողը տվեք, անցնեմ գործի։ Այդա արդեն պրոբլեմ է։ Փողը կստանաս գործը ավարտելուց անմիջապես հետո։ Լավ, իսկ որտեղ է ինքը։ Ինքը դուրս է եկել, բայց իրան գտնելը դժվար չի, որովհետեւ ինքը տարածքում է։ Մնում է միայն բախներս բերի, որ պատվերը իրան հասնի։ Չեմ հասկանում ինչի մասին եք խոսում։ Հիմա կհասկանաք։ Բախներս բերեց։ Մուշեղ Դանիելյան, ինքնա, վարորդը կմոտենա ընդամենը 2 րոպե հետո։ Այդա ջան, մեկ էլ չմոռանաս մեքենան նստելուց առաջ անես այն, ինչի մասին ես ու դու պայմանավորել եք, լավ։ Լավ։ Դուխով։ Արսելեն այս տունը լավն է։ 2 սենյականոցա կոսմետիկ ռեմոնտ արած, 2 հատ էլ բաց պատշգամբ ունի։ Համ էլ գինը հարմար է։ Լավն է, Ֆելո, լավն է։ Ֆելո, բայց էլ նայ այս աղջիկը լավն է։ Համ էլ տես կոսմետիկ ռեմոնտ արած, ունի 2 հատ էլ կիսաբաց պատշգամբ։ Շո՞վ է։ Իմ առաջվա ընկերուհին է։ Ու Սևակի ապագա կինը։ Ինչ ես մտածել, կռիս։ Ես ոչ մի բան չեմ մտածել։ Ինչ մտածել այդ Սեթոնը մտածել։ Սեթակը տեսնելով իր ընկեր Սևակի ապագան վտանգված է, առաջարկում է բաժանվել շփացած Լիկայից եւ ծանոթանալ համեստ Ինգայի հետ։ Մալադես Արսեն, լավ է սցենար ես մտածել։ Ուղղակի մնում է այդ ամեն ինչը իրականացնես։ Իրականացնեմ, Ֆելո ջան, իրականացնեմ։ Ինգայի երազանքը եղել է, որ իր ապագա ամուսինը լինի մեծահարուստ։ Իսկ ես վստահ եմ, որ Ինգան այդ դերը կխաղա անվճար։ Լավ։ Ես գնամ փոխվեմ ու գնամ Ինգայի հետ հանդիպման ու Ինգային պատմեմ Սևակի ողջ կենսագրությունը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք եք տաքսի պատվիրել։ Այո, ես եմ տաքսի պատվիրել։ Որ խնդրեմ ջամպրոկս մեքենայի մեջ կտեղավորեք։ Հա, խնդիր չկա։ Այ, շատ շնորհակալություն։ Իսկ գիտեք ուր են գնալու։ Վրաստան։ Խնդիր չկա, թեկուզ Ավստրալիա։ Մենք միշտ էլ պատրաստ ենք մեր հաճախորդներին A կետից ապահով հասցնել B կետ։ Վայ, շատ ապրեք։ Գիտեք, մտածում եմ, որ շատ լավ կանցնի մեր ճանապարհը երկուսով։ Գնանք։ Ահ, ոդկս։ Կարծես ոդկս ոլորեց։ Կարող եք քայլեք։ Խնդրում եմ ինձ օգնեք։ Հա, եկեք օգնեմ։ Շատ է ցավում։ Հա։ Խնդրում եմ ինձ գրկեք։ Չեմ կարող քայլել, խնդրում եմ, շատ եմ խնդրում։ Չեմ կարող մինչև մեքենա։ Շատ եմ խնդրում։ Հա, խնդիր չկա։ Մի րոպե։ Եկեք։ Եկեք։ Ռուբեն, այս գործի ժամին խմում ես արդեն։ Դարդից եմ խմում, Տաթև ջան։ Տնաշան մի հատ դեմքի տարտահայտությունը փոխի, ոնց որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը լինես։ Ժպտա հաճախորդ ես փախցնում, Ռուբեն։ Տաթև ջան, ես բարմենների առաջնորդ Սեփ Խանյանն եմ։ Ինչից վրա ժպտամ, ցավը տանեմ, կոտոշներից։ Ռուբեն ջան, ի՞նչ կոտոշ։ Այն կոտոշների, որ Զարան աճացրի իմ գլխի վրա։ Աշկիս առաջ ծաղիկներ ու օծանելիք են նվեր ստանում ես իմ ումից։ Ռուբեն, ես գիտեի Զարայի հետ ձևական ես ընկերություն անում, դու մի ասա ամեն ինչ լուրջ է։ Տաթև ջան, ճիշտ ասած, ես էլ այդպես գիտեի։
Մակի որ ես տեսա ծաղիկներն ու օծանելիքը, որ ինքը նվեր է ստացել։ Սենց ներսս խառնվեց իրար մի ձևի։ Սիրտս սկսեց արագ աշխատել։ Ու կոկորտը սեղմում էր։ Էդ ինչի՞ս կլինի։ Это весна, Մաուգլի։ Այսինքն։ Ռուբեն, դու սիրահարվել ես։ Որը սարերես ինչի մեջ են գան կայախմեր։ Ռուբեն, ամեն դեպքում ժպտա։ Տաթև ջան, այդ ինչ պետք է լինի, որ ես ժպտամ այդ ցավտանեմ, ինչի՞ց վրա ժպտամ։ Այս սենց դուրս գալիս ես։ Ես ուզում եմ, որ իմ կողքի տղամարդը միշտ բոլորից տարբերվի, ոնց որ հիմա։ Սիրգի, գայս։ Ես իմ աչքով եմ տեսել նառա, թե ոնց է մուշեղի այդ աղջկան գրկում ու նստում մեքենան։ Սիրգի, ինչ է պատահել։ Ոչ բան, Տամարա ջան, նորմալ ամեն ինչ։ Բայց ես ինչ-որ բան լսեցի։ Սիրգի, գիտես ինչ եմ մտածում։ Պետք չի թաքցնել։ Թող տիկին Տամարան ողջ ճշմարտությունն իմանա։ Ասեմ Տամարա ջան, ուրեմն ես դուրս եկա բալկոն ծխելու, պատահական տեսա մուշեղին ինչ որ կնոջ հետ խոսում էին։ Ականջ դրեցի ու լսեցի, թե ոնց են պայմանավորվում Վրաստանով փախնել Ռուսաստան։ Հետո այդ կնոջը գրկեց եւ նրանք գնացին։ Մի հեքիաթ էլ ես պատմեմ, Սիրգեյ։ Հովհաննես Թումանյան, Սուտլիկ Վորսկան։ Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր 5 ու 6 հոգով, թրով թվանքով Որսի գնացինք։ Հələ մի րոպե Տամարա ջան, ի տարբերություն քո հեքիաթի, իմ հեքիաթը հիմնված է իրական փաստերի վրա եւ նույնիսկ նկարներով։ Խնդրեմ, ստեղ մուշեղը կանգնած է այդ կնոջ հետ։ Ստեղ մուշեղը փաթաթված է այդ կնոջը։ Ստեղ մուշեղը գրկել է այդ կնոջը։ Ցավոք սրտի համբուրվելու կադրը չհասցրեցի ֆիքսել։ Ես չեմ հավատում ես ամենին։ Սա ֆոտոմոնտաժ է։ Հիմա կզանգեմ մուշեղին ու ամեն ինչ կճշտեմ։ Մի վարքան։ Ալո։ Մուշեղ որտեղ ես։ Գնում եմ Վրաստան։ Ում հետ ես գնում, Սիրուհուտ։ Տամարա հիմա հարմար չի, հետո կխոսանք։ Ոնց հարմար չի։ Էդ ինչ ես անում, որ հարմար չի։ Համբերություն։ Ոստիկա ջան, փաստորեն դու էր այդ օծանելիքը տվել Զարային։ Ես է գիտեմ ուրիշ մարդ է տվել, ես վերցրել շպրտել եմ ցավը տանում։ Ինչ շպրտել ես։ Ռուբե դու գիժ ես։ Այդ իմ սիրած օծանելիքն է, գիտես ինչ արժի։ $2000։ Որտեղ ես գցել։ Կա ջան, որ շպրտեցի, ընկավ գետին ու լրիվ ջարդվեց, ցնդեց գնաց։ Կներես։ Լիկա, ինչ է Սևակի հակին Հուգո Բոմշ։ Տոթև չգիտեմ էլ ինչ անեմ, չգիտեմ ոնց անեմ, որ Սևակը ինձնից հիասթափվի ու հրաժարվի։ Երևակայությունս չի հերիքում։ Չգիտեմ ինչ անեմ։ Բայց մի րոպե, ոնց որ խախտում եմ նկատում։ Սևակ։ Փաստորեն դու լրիվ պատգամավոր պապայիդ տղան ես, հա։ Այսինքն քվես ստանալու համար դատարկ խոստումներ ես տալիս, հետո խախտում ես դրանք։ Ինչի՞ ես թիկնապաներիդ հետ։ Իմ հետ ոչ մի թիկնապայել չկա։ Լուրջ ես ասում։ Բա սրանք ովքեր են, հա։ Քորիկ ջան, ձերքը տենկոմ քաշի, քանի չի կոդրվել։ Հələ փորձի կոտրես, է King Kong։ Տղեկ ջան, 1000 ներողություն, էլ ընկերից ձեզ ուրիշ մարդկանց հետ աշփոթել։ Սևակ, հերիք հա թատրոն խաղակին մոտ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ այս հաստավզը քո թիկնապահներն են։ Ում թիկնապահները։ Այս խրտվիլակի։ Լսի, այդ պրոտեին կերած բիցեպս մեծացած, ինչ ձև ես խոսում։ Ես չես ճանաչում։ Չէ, չեմ ճանաչում։ Հեսա կետան դու ընտեք ճանաչում։ Ինչքան ուզում ես զանգի, մեկա չեմ պատասխանել։ Դավաճան։ Ես իմիջիալոց քո հետ լրիվ համաձայն եմ Տամարա։ Պետք չի դրա հեռախոսազանգերին ընդհանրապես պատասխանել։ Դուք եք մեղավոր սրիկաներ, այնքան նավսեցիք, կռացիք, մինչև ես ու մուշեղը բաժանվեցինք։ Ագրավներ։
Տամարա ջան, քանի որ քո մոտ հիմա շատ փոթորկոտ եղանակ է, կարող է հանկարծ ուզես, որ այս ագրավները չվեն տաք երկրներ։ Շատ բան պետք չի, ես հիմա պայմանագիրը բերում եմ, դու օքեյ հետ խփում ես ու մենք անհետանում ենք։ Սերգեյ, բայց ինչ դաժան անձնավորություն ես դու։ Իսկ մարդը սքի մեջ է։ Իսկ դու ինչ որ պայմանագրի մասին ես խոսում։ Մի հատ չքվեք աչքիցս, հա։ Արագացրեք։ Լավությունը չի ասում։ Սիրգեյ, կարես բացատրես ինձ ինչ է շտապում։ Տամարան էս վիճակում է թղթերը ոչ թե ստորագրելու, այլ պատրելու է։ Մեկը մուշեղի ճանապարհին է։ Վրաստանից մինչև հետ գա 2 օր կանցնի։ Տամարան էլ շատ հանգիստ է թղթերը կստորագրի։ Լավ ճիշտ ես ասում Նորա։ Դե արի այդ դեպքում տնից գնանք, որովհետև ինչքան երկար մենք մնանք տանը, այդքան ազդելու ենք Տամարայի նерվերին։ Կակրաս սոված եմ, արի գնանք բացենք ու մի հատ շաուրմա ուտենք։ Ոյ, լավ էլի Սիրգեյ։ Այդ շաուրմայից նենց վատ եմ ուզում, չեմ կարողանում մարսեմ։ Որտեվ ձևը չգիտես։ Ուտելուց հետո ասում ես սիձեց, ինքը նստում է։ Տաթև ջան, նենց է ստացվել, որ ես ու Զարան տենց կռվել ենք էլ իրար հետ։ Հիմա քո կարծիքով ես դողին որ նվիրեմ իրան կբարիշի հետ ես։ Մենք թռնալ Ռուբեն, դու գիտես, որ ես օծանելիքի օրիգինալը $2000 արժի։ Գիտեմ, Տաթև ջան, ես օրիգինալն է ու ես էլ ուզում նվիրեմ Զարային։ Ռուբեն, եթե դու $2000 փող ես ծախսել, ուզում ես այդ օծանելիքը նվիրես Զարային, ուրեմն դու լուրջ սիրահարված ես։ Մոտես ինչ ծախսի տակ ընկան կա։ Ռուբեն ջան, դա նորմալ է, եթե մարդ սիրահարվում է, ինքը իր սիրածայակի համար պատրաստ է ամեն ինչի։ Սևակի հագուստը քեզ օրինակ։ Լիկան Սևակին սարքել է լանգետ։ Տաթև, սրան ասա թող 3 հատ ռոյալի դառը սև սուրճ սարքի։ Զարա ջան, այդ որ օրվանից ես քո համար թարգմանիչ դառա։ Բան ունես ասելու ինքդ էլ ասա։ Զարա, մի գնա, խնդրում եմ։ Ես քեզ 1 2 3 հատ կարևոր բան ունեմ ասելու։ Ես ամեն ինչ խառնեցի իրար։ Երկրորդ դու դրանից տաքացար։ Բայց ես չեմ թողնի, որ դու եռաս, որովհետև երբ որ եռաս, սերը կվերանա էլի։ Դու դրա համար ես ուզում եմ, որ դու լցվես համբերությամբ ու վայելես մեր սիրո բույրը։ Հասկացար։ Չէ։ Լավ, այդ կարևոր չի, Զարա։ Զարա, ես գիտեմ, որ քո կյանքում ուրիշ տղամարդ չկա, որ քո կյանքի միակ բարմենը ես եմ։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ես սիրում եմ քեզ։ Կներես ինձ, հա։ Ներում եմ չկի։ Հա։ Ուզում ես ասես, որ մեր մեջի սառույցը հալվեց, հա։ Ինչ սառույց։ Կարևոր չի, կարևորը մեր դոննա մի տանիթլյոն, պլաստիկ տոնի մեջոն, մի բրամոտ մի պանաճոն, մի շինոտ յակ մալյոն, մեր դոննա մի տանիթլյոն։ Բարև ձեզ, որ զանգում եմ ինչի զանգերես չես պատասխանում, քեզ դրել ես նորանշանակ նախարարի տեղ Տամարա։ Լավ եմ անում, որովհետև չեմ ուզում ձայնդ լսեմ։ Ինչի՞ ես գնացել Վրաստան այդ քո սիրուհու հետ։ Գնայիր։ Ինչ ես խոսում, Տամարա, ինչ սիրուհի։ Աշկիս այդ հիվանդությունը լրիվ բարդություն ա տվեք հոմոտ։ Հաճախորդը մեքենայի մեջ սպասում է, ճամպի կեսից քշել հետ է եկել, ներվայնացած եմ ահավոր, ուրա պասպորտից կարող է հոմոտա։ Հենա այնտեղ դրած է, վերցրու ու չքվի աչքիցս։ Ու կգնաս այդ քո Վրաստանները քո սիրուհիների հետ։ Ամել ես ամեն ինչ գիտեմ, Սերգեյը ինձ ամեն ինչ պատմել է։ Ավելին ասեմ, ես նույնիսկ ֆոտոներն եմ տեսել, թե ոնց է այդ կնոջի գրկում ու գրկած նստածնում մեքենա։ Չես խոսում, Տամարա, ինչ ֆոտո։ Ոս։ Մի րոպե։ Փաստորեն
Պատանականություն չէր, որ մեր շենքի դիմացիցերդ պատվերը, ես եկա ինքը ոտորորվեց։ Հիմա չզառանցես, հա? Չզառանցես ու չփորձես ինձ հակառակը ապացուցել։ Գնամ ուշեր, չեմ ուզում երեսդ տեսնել։ Հանգստացի Տամարա։ Հիմա իմ համար ամեն ինչ պարզ է։ Ես քեզ կապացուցեմ հիմա, որ այդ Սերգեյը իմ գլխին սարքում։ Սերգեյն ու Նարան ինձ փոխոստացան, որ ես ուշերեք տանեմ Վրաստան։ Ես մեղավոր չեմ։ Ինձ փող են պետք։ Կտրում եմ ինքը դրեք իմ ոտքը։ Այս ուրիշ բան։ Եթե պետք է ասեիր, ինչի էիր այդքան ձգձգում։ Անիմաստ Տամարան 50-ը չափալախ տվեց։ Պետք է պարտադիր ոտկա դրելու անուն տայինք։ Կարող եմ գնալ։ Հա, կարող ես գնալ, բայց սրա մասին Սերգեյն ու Նարային ոչ մի խոսք, թե չէ։ Ուշեր ջան, ուզում էի քեզնից ներողություն խնդրել։ Ուղղակի այդ տականքները այնքան լավ էին այս ամենը կազմակերպել։ Ես իրոք հավատացել էի, որ այս կինը քո սիրուհին է։ Լավ աստծուց անձնագիրդ վերցրել էի։ Ու ինչի էիր իմ անձնագիրը վերցրել։ Անձնակո, բանը, գիտես ինչի, ստացվում էլի այդ անակնկալը։ Ոնց որ երկու հոգու Դուբայի ուղեգիր էի վերցրել, որպեսզի երկուսով այդպես գնանք մի քիչ լիցքաթափվենք։ Իդեպ այսօր երեկոյան ա թռիչքը գիտես։ Դուբայ։ Հա Դուբայ չեմ եղել։ Հա։ Բայց Տամարո ջան, խնդրում եմ էլի մերոնք թող չիմանան սրա մասին։ Թող իմանան ես գնացել եմ Վրաստան։ Խնդիր չկա Մուշեղ ջան, բայց մինչև թռիչքը ես մի հատ Նարայի ու Սերգեյի հետ բարձելու բան ունեմ։ Ես խոսեմ էլի մի հատ։ Լիկա ջան, լավ, դու գնա հետո կխոսանք։ Զավակ, դու մեկա ինձ չես համոզի, որ դրանք քո թիկնապահները չէին։ Սենց էլ չեմ համոզի։ Այնում անճաշակ աղբեր։ Սևակ ջան, չեմ ջոգում, ես մեյքափ բան ես արի աղբերես։ Չէ, ոկե լիկան այնքան ներվերս կերել չեմ դիմանում։ Բայց այդ աղջկանից չես կարող մի անտես չեմ ջոգում։ Չես կարող մի անտես։ Ոնց զյանտամ հերս նստել ականջիս ասում պիտի պարտադիր ամուսնանաս։ Ուրեմն Սևո ջան, ես քեզ կսանտեսնեմ մի հատ աշխարհի ամենաբարի, աշխարհի ամենաքնքուշ ու աշխարհի ամենամաքուր աղջկա հետ, որ սանեպիտ կանեցել գանց տուգեն բանանին մի հատ կեղծ չբռնել։ Էլի կծանոթացնես, Սետո ջան, հարց չկա։ Ուղղակի հիմա ես պիտի գնամ մասնակցեմ այս անտեր մեյքափ արտիստների թաղման արարողության, այսօր դրանց հողին ենք հանձնելու։ Իրանց արածի համար տղեկ ինձ է սպասում, գալիս ես գնանք դրանց թաղ ենք հենց հիմա։ Գալիս եմ, ոնց չեմ գալի, աղբերս մի հատ տեսա տատուս տանում եմ գորիս ու շուտ գամ աղբերս, մի վարկյան, դու սպասի, սա։ Տամարա ջան, հանգստացաք մի քիչ։ Դե լավ։ Գիտեք, պետք չէ այդքան տենց մտածել։ Բոլոր տղամարդիկ էլ նույնն են։ Օրինակ իմ ամուսինը որ փոքր է, չի եղել, դուք չեք կարա պատկերացնել, ինչ որ Նարա մեկ կարաս նորից։ Չէ։ Ես կյաշ ահավոր շատ ասազում։ Ես կյաշ չեմ, ամեն ես քաչալ եմ։ Ինչի կտրես իր մազերը։ Հա ինչ անեի Նարա։ Տամարան գլուխից սարքել էր Երևան քաղաքը ընտրություններից առաջ։ Ես էլ դրեցի սիրուն ասֆալտապատեցի։ Հիմա գլուխը դառնա հարթ եւ կսպվում։ Հա, ուղղակի պետք է ուշադիր լինենք, որ ոչիլները հանկարծ չսղանագնան, ոտերները ջարդեն։ Ձերս առնում, ապրես։ Դու նայես այդ Տամարային ինչ օրն եմ գցելու, նայ ոնց է պատասխան տալու ես ամեն ինչի համար մազերս եմ։ Լավ, ջան, արինա ինչ ենք անում։
արի ես մի ճապալատ շնորհավորեմ ու հանգիստ գնանք քնենք, լավ։ No, Արի։ Ո՜։